Տիկին Ղազարյան, արդյոք առաջադրվելու եք համամասնական ցուցակով քաղաքացիական պայմանագիր կուսակցության, երեկվանից տեղեկություններ կան, որ որոշ պատգամավորներ չեն ցանկանում առաջադրվել, դուք ինչ որոշում ունեք։ Այո, առաջադրվել եմ ես ինքս։ Իսկ ինչու չեն առաջադրվել մեր գործընկերներից շատերը, անկեղծ ասած չեմ կարող պատասխանել։ Ինչու որոշեցիք կրկին առաջադրվել։ Որովհետև այն քաղաքական կուրսը, որ թիմը մղում է առաջ, ես լիովին կիսում եմ եւ փորձում եմ փոքրիկ մասնակցությունը եւ ներդրում ունենալ այդ կարևոր գործընթացին։ Առանձնապես չենք տեսել ակտիվություն ձեր կողմից, հիմա հասկանալի չէ թե ինչու եք ցանկացել կրկին առաջադրվել։ Ինչ պահով ակտիվություն։ Եթե օրենսդրական նախաձեռնություններ ունեցել եք։ Դա ակտիվություն բնականաբար այս կարճ ժամանակահատվածում, ինչքան որ պետք է ելույթների տեսքով, ինչ որ իմաստով նաև հարցազրույցներ, հարցադրումների տեսքով, այնպես որ որպես պատգամավոր հանդիպումների շարք եմ ունեցել քաղաքացիների հետ, իսկ օրենսդրական նախաձեռնություններ, կարծում եմ, եթե հաջողենք, հաջորդիվ կունենանք նաև այդ մասով, որտեղ ժամանակը որպես պատգամավոր, կարծում եմ, քիչ է եղել։ Իսկ որ ձեռքբերման համար եք ուզում շարունակել քաղաքական թիմի հետ ճանապարհը։ Այսինքն ինչ ձեռքբերումներ ունի քաղաքացիական պայմանագիրը, որ արժանիքի համար եք ուզում շարունակել նրանց հետ ուղին։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքական թիմը, այո, բավականին եւ կարող եմ ասել մեծ ձեռքբերումներ է ունեցել եւ կրթական ոլորտում, եւ առողջապահական ոլորտում, այդ բարեփոխումների գործընթացը կարծում եմ շարունակելի կլինի եւ վստահ եմ, որ 26 թվականին մեր քաղաքական թիմը կստանա ժողովրդի լայն կունենա մեծամասնության քվեն եւ շարունակի այդ վստահները։ Ինչու եմ վստահ, որովհետեւ պարբերաբար երբ լինում եմ հանդիպումների քաղաքացիների հետ եւ տեսնում եմ, որ բավականին այդ բարեփոխումներին իրենք շատ լավ դրական են տրամադրված եւ ողջունում են քաղաքական թիմի ամեն մի փոփոխությունը։ Դուք կրթական կոմպոնենտի մասին եք խոսում, բայց քաղաքացիները խոսում են անվտանգության մասին եւ նրանց ավելի շատ հուզում է անվտանգային խնդիրները, որ այսօր Հայաստանի առջեւ կան, բայց մենք տեսնում ենք, որ թեև խաղաղության մասին իշխող թիմը խոսում, բայց Ադրբեջանից շարունակում են հոխորտանքները եւ պահանջները եւ մարդիկ հասկանում են, որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել, ուղղակի զուտ խոսքեր են։ Արդյոք իշխանությունը չեք կարծում, որ չի կարողանում այդ խաղաղությունը հաստատել եւ Հայաստանը շարունակում է մնալ լուրջ խնդիրների առջեւ կանգնած։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք այդպես անվտանգ չի եղել, ոչ մի տարիներին այդպես անվտանգ չի եղել, որտեղ նախորդ տարիներում տարբեր բնակավարներում աշխատել ենք, տեսել ենք այդ անվտանգություն ասվածը եղել է ավելի շատ միֆ, իսկ հիմա իրական է եւ տեսնում ենք տարիներին ադրբեջանցիները մեր տարածքում չէին հաստատվել, Արցախում հայեր կային ապրող։ Մեր զինվորները նախորդ այդ ձեր ասած Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այդ կառավարման տարիներին մենք ավելի շատ զոհեր ենք ունեցել այդ թվացial խաղաղության պայմաններում, քան հիմա։ Մենք հիմա արդեն 2 տարուց ավել մենք զոհ չունենք։ Բայց Տիկին Ղազարյան, ձեր իշխանության ժամանակ 3833 զոհ է եղել։ Պատերազմ է եղել։ Եթե պատերազմ է եղել, այստեղ եւս իշխանության չէ, խնդիրը կա եւ ամբողջ աշխարհում է ընդունված, որ իշխանությունը չի վերարտադրվում պարտությունից հետո։ Բայց փաստորեն ժողովուրդը տվեց իր քվեն եւ մեր իշխանությունը շարունակեց աշխատանքները եւ
ապահովում է ժողովրդի անվտանգությունը։ Կարծում եք, որ հիմա անվտանգ է Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ասում է պետք է անկլավները տակ եւ չի ասում ես Արցախաշենը կվերադարձնեմ, ասում է գրաված տարածքներից չենք հեռանալու, որովհետեւ այդտեղից լավ ենք կարողանում հսկել մեր արժեվ եղած տարածքները։ Ալիևը ինչ է ասում, թե ինչ չէ ասում, դա իր ներքին լսարանի համար կարող է ինչ որ բառեր օգտագործել, բայց նայեք բովանդակությունը եւ եթե նայում ենք բովանդակությունը, տեսեք, ես էլի շեշտեցի, որ մենք արդեն 2 տարուց ավել զոհեր չունենք եւ շարունակում ենք պահպանել այդ դիրքը։ Կարծում եք, որ իշխանությունը վերընտրվելու է, վստահություն ունեք այդպիսի։ Ես վստահ եմ, ժողովրդի հետ շփվելով հասկանում եմ, այո, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նորից վերընտրվելու է եւ շարունակելու է այն բարեփոխումների փաթեթը, որը սկսել է։ Ձեր թիմակիցներից կան անձինք, ովքեր չեն ցանկանում լինել մյուս խորհրդանում, եթե ընտրվեն 2026 թվականին եւ շատերը խոսում են այն մասին, որ խմբակցության ներսում խնդիրներ կան, ոմանք պատասխանատվությունից են խուսափում, քանի որ կարևորագույն որոշումներ պետք է իրականացվի եւ կեղեցու հետ կապված իրական Հայաստան գաղափարախոսություն եւ այլն խաղաղության համաձայնագրի կնքում եւ զիջումներ եւ այս հանգամանքներով պայմանավորված նրանք փորձում են պատասխանատվությունից խուսափել։ Ես չեմ կարող ասել իրենց փոխարեն, թե իրենք ինչու չեն առաջադրվել, արդյոք չեմ կարծում, որ պատասխանատվությունից խուսափելու համար է, դե մարդիկ կան, որ արդեն 7 տարի պատգամավոր են, գուցե արդեն եղել եւ գուցե մտածում են այլ ոլորտում իրենք ավելի պիտանի կլինեն իրենց պետության ու հասարակությանը, այնպես որ որոշներն ասում են հենց Փաշինյանն է ասել, որպեսզի չառաջադրվեն։ Նման բան չկա։ Ինչու եք այդքան վստահ։ Դե վստահ եմ, որ այդ լոգիկայով չի առաջնորդվում մեր կուսակցությունը, քաղաքական թիմը։ Փաշինյանը չի որոշում։ Չէ։ Զարմանում եմ, որ այդպիսի թուր կարծիք կա։